ես բումբումիկ Կախարդական քաղաք դու հրաշք ես բումբումիկ Ժպիտը կոտակի տոտաները բումբումիկ Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Բոմբոմիկ շոու Բարև ձեզ սիրելի փոքրիկներ, մենք գտնվում ենք Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցում։ Բումբումիկ ամսագրի 8-րդ համարում հայտարարված էր մրցույթ լավագույն դպրոցի լավագույն դասարանը։ Եվ մենք ստացել ենք շատ նամակներ։ Դրանցից մեկը այսօր մենք պետք է կարդանք։ Այստեղ նամակներ գրել է Մարիաննա Դավիդովան 7-րդ դասարանից։ Գնանք եւ ծանոթանանք նրա դասարանի հետ։ Бегают мальчишки Я по коридору длинному шагаю Каждый год из класса в класс Здесь смешно и грустно Բարև ձեզ։ Բարև Ներեցեք, դուք կարող եք գիտեք որտեղ է гտնվում 7-րդ դասարանը։ Ոչ Գիտեք։ Դե լավ, քանի որ չգիտեք, կարող եք մի бан արտասանել։ Мой друг Хорошая книга, мой спутник, мой друг, с тобой интересным бывает досуг. Мы время отлично проводим вдвоем, и наш разговор потихоньку ведем. Детство уходит навсегда. Ах, школа, школа, время золотое, трудные задачки. Կասի արագ։ Ալի իդոտ, ալի շուտ, անունը տասա։ Մեսոպ Մաշտոցը ծնվել է Ացեկան գյուղում ու նա ստեղծել է տառերը Գեղեցիկ բան արտասանել։ Կարող ես հիշում ես ինչ-որ մի բան։ Երգել ես ուզում, երգի բալես լսում ենք։ Վաղն առավոտ արթնացել ենք մեր աշիվներն են փայլում բուզմունքից Буквы разные писать, тонким перышком в тетрадь. Учат в школе, учат в школе, учат в школе. Вычитать и умножать, малышей не обижать. Учат в школе, учат в школе, учат в школе. Вычитать и умножать, малышей не обижать. Учат в школе, учат в школе, учат в школе. Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Կներեք, թույլ կտակ, ձեր դասը մի փոքր խանգարեմ։ Ինչ դաս եք անում։ Հայ գրականության ժամ ենք անցկացնում։ Թույլ կտակ, ես մասնակցեմ ձեր դասին։ Ես խելոք կնստեմ։ Ինչ եք անում, ես էլ ասեմ։ Ինչ ասեմ։ Հայրենիքի եւ հայրենասիրության մասին։ Ուզում եք երեխաները ձեզ օգնել։ Այո։ Խնդրեմ, Մարիաննա ասա, նժդերի խոսքերը։ Սուր եւ գրիչ աստվածածին զենքեր ստացված են մարդուն արարելու եւ պահպանելու համար։ Բրավո։ Հայրենի հողի մասին ինչ կասեք, հայրենասիրության։ Իսկական հայրենասիրությունը Իսկական հայրենասիրությունը Հայրենի հողի վրա վրա տուն շինել եւ այդ տան մեջ ապրելն է։ Ես այս դասարանում 7-րդն է, չէ՞։ Փնտրում եմ Մարիաննա Դավիդովային, որտեղ է նա։ Մարիաննա։
պարոն Բումին նամակ էր, ճիշտ է ուղարկել ձեր դասարանի մասին հետաքրքիր նյութ էր գրել։ Այո, միայնակ էր գրել այդ նամակը։ Ում հետ։ Մարգարիտայի հետ, իմ դասընկերուհու։ Հիմա պետք է Մարգարիտային փնտրեմ։ Մարգարիտա որտեղ ես։ Ոայ, իշտավ է։ Բարև։ Նամակը միասին եք գրել։ Այո։ Մի փոքր կպատմեք նամակի մեջ ինչ եք գրել։ Նամակի մեջ գրել ենք մեր էքսկուրսիայի մասին, որ մենք գնդակ էինք խաղում եւ գնդակը հանկարծակի ընկավ ջուրը եւ միայն ես ու Մարգարիտը լողալ գիտենք եւ մենք մտանք ջուրը, որպեսզի գնդակը հանենք եւ հանկարծ մենք բաղվեցինք իրար եւ մեր ճակատները իրար շատ ցավեցին, որ կպանք իրար եւ հանկարծ բոլորը սկսեցինք ծիծաղել, իսկ մեր ճակատները շատ էին ցավում եւ մենք շատ էինք տխրել։ Լաց եղաք։ Ոչ։ Իսկ գնդակի ճակատագիրը ինչպես որոշվեց։ Գնդակը պայթեց։ Խերջ գնդակ։ Իսկ ուրիշ ինչ հետաքրքիր պատմություն կարող եք պատմել։ Որ մի օր բնագիտության ժամին մեր դասարանցիներից մեկը Արևիկը Սեդապիտակովնային հարցրեց, թե Սեդապիտակովնա, բա մենք երբ ենք Մեդվեդևի աղյուսակն ասնելու, բայց պետք է մոռացել էր եւ պետք է ասել Մենդելեևի։ Իսկ ուրիշ ով կարող է պատմել հետաքրքիր պատմություն իրեն։ Արևիկը մի րոպե թույլ տուր, շնորհակալ եմ։ Մի անգամ դասերից հետո ես, Անժելան եւ Մարիամը գնացել էինք դպրոցի բակ, որպեսզի մի փոքր բոսնենք, եւ հանկարծ մի շուն դեպի մեր կողմ վազեց հաչալով, մենք շատ վախեցանք, վազեցինք եւ Անդրեվից հետո այնտեղ մի փոքր ջրփոս էր գոյացել եւ ես ու Անժելան շատ վախեցանք, քանի որ մեծ էր այն եւ մենք չէինք կարող անցնել դրա վրայով, բայց մեր դասարանի Մարիամը ասաց, թե ինչ է, որ ես հեշտությամբ կարող եմ անցնել։ Եվ նա ոտքը դրեց ու հանկարծ ոտքը սրած եւ ընկավ ջրի մեջ։ Իսկ շունը դրանից թողեց եւ փախավ, վախեցավ։ Հա, շատ հետաքրքիր շունիկ է եղել, որ թողել է դառան մնացել է ջրի մեջ, չլամ։ Եվ ուրիշ հետաքրքիր դեպք կարող եք, Անժելա, վազեցի քեզ մոտ։ Լսում եմ քո հետաքրքիր պատմությունը։ Մի անգամ աշխարհագրության ժամանակ խմբային աշխատանք էր։ Մենք նստել էինք 3 հոգով, ես, Արևիկը եւ Բենիկը։ Բենիկը այնքան խոսեց, չէր թողնում, որպեսզի դաս անենք։ Խոսեց, ես չդիմացացի, դեռ պետք է շնորհակալ լինես, որ իմ կողքն ես քնել։ Պետք է ասեի, դեռ պետք է շնորհակալ լինես, որ իմ կողքն ես նստել։ Հա, փաստորեն դասի ժամանակ լավ են քնում են իրար կողքի, շատ հետաքրքիր է։ Իսկ դու գիտեք, չէ՞ որ մրցույթ է հայտարարված լավագույն դպրոցի լավագույն դասարանը։ Գիտեք, ինչ կարող եք միասին մի գեղեցիկ երգել կամ արտասանել կամ հետաքրքիր ավելի մի բան պատմել, որպեսզի ձեր դպրոցի լավագույն դասարանը դուք լինեք։ Իսկ ձեր մյուս աշակերտները ինչ կարող են անել ուրիշ։ Հրիպսիմետ Կարտասանի ես իմ Անուշ Հայաստանի։ Էլի գարուն կգա, կբացվի վարդը, սիրեկան էլի յարին կմնա, կփոխվին մարդը, կփոխվին տարիքը, բլբուլի երգն էլի սարին կմնա։ Բրավո, ծափարում ենք բարձր։ Իսկ ինչպես ստացվեց, որ պարոն Բումին նամակ որոշեցիք գրել։ Մենք գնացինք այդ ամսագիրը եւ այնտեղ կար Վիկտորինա, պետք է գրենք շարադրություն զվարճալի մեր դասարանի մասին եւ այդպես որոշեցինք գրել։ Իսկ ես գիտեմ, որ առաքումը մեր ամսագրի միայն Երևան քաղաքում է տեղի ունենում։ Ինչպես կարողացաք ձեռք բերել ամսագիրը, որտեղից գնացիք։ Քեռակինս էր գնել։ Շնորհակալություն, քեռակնոջ։ Ես ուզում եմ դասընկերներից պարզել, թե ինչպիսին են նրանք, Մարգարիտը եւ Մարիանան, ով կարող է ասել։ Մարգարիտը եւ Մարիանան մեր դասարանի ամենալավ սովորող աշակերտուհիներն են։ Նրանք մեզ ամեն ինչում օգնում են, ինչ դասերից ինչ որ բան չենք հասկանում, նրանք մեզ հասնում են։
Այդ ամսագիրը, որ նրանք գրել են, մեզ համար են գրել, որպեսզի մեկ եւս ուրախանանք։ Մարգարիտը եւ Մարիանան իմ ամենալավ ընկերուհիներն են եւ ոչ միայն իմ, նաեւ մեր ամբողջ դասարանի, նրանք շատ լավ աղջիկներ են, մեզ ամեն ինչում օգնում են, ես նրանց շատ եմ սիրում։ Մենք որ դասարանով թեստ ենք գրում, նրանք ձեռքերով պատասխանները ցույց են տալիս, առաջինն ասենց են անում, 10-րդն ասենց են անում։ Մեր դասարանի Մարգարիտն ու Մարիանան ամենալավ սովորողներն են եւ մեզ օգնում են ամեն դժվար պահին։ Ճիշտ է, Մարիանան եւ Մարգարիտը շատ ընկերասեր են, բայց եղել են դեպքեր, որ մենք կռվել ենք, ինչ որ թեստ ենք գրել, ես չեմ իմացել այդ հարցի պատասխանը, ասել եմ Մարիանա, խնդրում եմ, ասել ինքը չի ասել ու տեղից սկսել ենք կռվել մենք։ Դրան շատ է եղել բասկետբոլի ժամանակ, ֆիզկուլտուրայի, որ նույն թիմերում չենք ընկել, սկսել ենք լացել, տեղից վեճեր են սկսել առաջանալ, բայց ընդհանրապես դրանք շատ ընկերասեր են, միշտ օգնում են բոլորին էլ։ Ինչպես եք բարիշում։ Ոչ, մեր կռվելը եւ բարիշելը 10 վայրկյան է տևում, այնտեղ կռվում ենք, այնտեղ բարիշում ենք, միշտ այդպես է եղել, սուս լուրջ չենք կռվել էլի։ Ամբողջ դասարանի առջև խոստովանիր, ինչու չես ասել թեստի պատասխանը։ Որովհետև ես տանը շատ էի տանջվել այդ պատասխանը գտնելու համար։ Ուզում էիր մենակ դու լինեիր պատասխանողը։ Իսկ ինչպես եղավ, մենակ դու եղար։ Ոչ, նաև Մարգարիտը։ Ահա, երկուսով։ Ճիշտ ասա, դու ես ասել, թե ինքն է գլխի ընկել։ Ինքն է գլխի ընկել։ Տիկին Սարգսյան, մի փոքր կպատմեք ձեր աշակերտների մասին, ովքեր են լավ սովորող աշակերտները, ովքեր չարաճճիները, ովքեր են ակտիվները, կպատմեք մի փոքր։ Սիրով, մեր դասարանում սովորում են 14 աշակերտներ, համերաշխեն երեխաները միմյանց սիրում են, անհրաժեշտության դեպքում բոլոր հարցերում օգնում են, կարգապահ են, երբեմն չարաճճիություններ են անում, դա բնական է այդ տարիքի երեխաների համար։ Շատ ուսուցիչներ, մի հետաքրքիր դեպք պատմեմ, մեր դասարանում ուսուցիչների թորնիկներ են սովորում, մի օր ուսուցչուհիներից մեկը եկավ ու Կիր Սարգսյան, ձեր դասարանի Մարիաննան իմ դասը խանգարել է, իսկ Մարիաննան իր թորնիկն էր։ Իմ թորնիկն էլ է այս դասարանում սովորում։ Մի օր էլ ես գնացել եմ, փոխտնօրենը իր մայրիկն է, բողոքում եմ, ընկեր Մուրադյան, Մարգարիտը իմ ժամը խանգարել է։ Նման հետաքրքիր դեպքեր ծիծաղաշարժ լինում։ Այն դասարանները, ովքեր պարոն Բումին ուղարկել էին նամակ, մենք հանձնարարել էինք նրանց, որպեսզի կազմեն վիկտորինայի հարցեր։ Այժմ տեսնենք 7-րդ դասարանի աշակերտները ինչ հարցեր են նախապատրաստել։ Երբ մենք իմացանք, որ հաղթել ենք եւ իմացանք, որ պետք է կազմել վիկտորինայի հարցեր, դասարանով հավաքվեցինք եւ սկսեցինք մտածել հարցերի շուրջ։ Կազմել ենք 9 հարց։ Առաջին, որ պատմվածքն է գրել Դերենիկ Դեմիրճյանը, Մտնաձոր, Սպիտակցին, թե ավելորդը, որ քաղաքի մոտ է տեղի ունեցել Մանասկերտի ճակատամարտը, Եդեսիայի Կոստանդնուպոլսի թե Մանասկերտի, ով էր առաջնորդում հայոց զորքը ավարայրի ճակատամարտի ժամանակ, Սմբատ Բագրատունի, Վարդան Մամիկոնյան, Մուշեղ Մամիկոնյան, որն է աշխարհի ամենաերկար գետը, Արաքս, Նեղոս թե Տիգրիս, ով է Հուկը, քիմիկոս, ֆիզիկոս թե կենսաբան, ով է Ձունե Թագուհին, հեքիաթի հեղինակը, Հանս Քրիստիան Անդերսեն, Շարլ Պերլո, Հովհաննես Թումանյան, որ դարում է կառուցվել Գառնու տաճարը, առաջին, երկրորդ, երրորդ, պատմիչ Կիրակոս Գանձակեցու, որ քաղաքն է անվանվել 1001 եկեղեցիների քաղաք, Անի Կարս Տվին, նշվածներից որն է բանաստեղծական շարք, Ես իմ անուշ Հայաստանի, էլի գարուն կգա տաղարա։ Մաղթում են հաջողություն։ Boom Boom Show.